Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, հունիսի 13։ Ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի, Հայտնություն 22:17։ Հիսուսն ասում է վերցրեք ձրի, նա չի պահանջում ոչ առանձին վարձ, ոչ փրկության նախապատրաստություն և ուշադրություն չի դարձնում մեր առաքինություններին, նույնիսկ դրանց բացակայության պարագայում, բայց ցանկության առկայության դեպքում նա կանչում է մեզ, որ մենք մոտենանք։ Եթե չունես ոչ հավատ, ոչ ապաշխարություն, ամեն դեպքում մոտեցիր նրան, և նա կտա քեզ թե մեկը, թե մյուսը։ Մոտեցիր այնպիսին, ինչպիսին դու կաս, և վերցրու ձրի առանց արծաթի ու առանց վարձի, քանի որ նա իրեն տալիս է բոլոր կարիքավորներին։ Մեր փողոցներում ջրի աղբյուրները թանկ հարստություն են։ Դժվար է պատկերացնել մեկին, ով իր հիմարության պատճառով կանգնել է դրանցից մեկի մոտ և գանգատվում է. չեմ կարող ջուր խմել, քանի որ գրպանումս գումար չկա։ Որքան էլ աղքատ լինես, միշտ կա մի աղբյուր, որից կարելի է խմել։ Ծարավանցորդները անկախ նյութական վիճակից կարիք չունեն դրա համար թույլտվություն խնդրելու։ Ջրի առկայությունն ինքնին արդեն թույլտվություն է այն ձրի խմելու համար։ Առատաձեռն ու բարի մարդիկ մեզ համար թարմացնող աղբյուրներ են բացել։ Մենք դրանցից ջուր ենք հանում առանց հարցեր տալու։ Թերևս այդ փողոցներում ծարավ զգացող միակ մարդիկ կառքերով անցող տիկնայք և պարոնայք են։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ մտածել այն մասին, թե կարելի է դուրս գալ խմել հասարակական ջրի աղբյուրից։ Դա նրանց նվաստացուցիչ է թվում, և նրանք պապագած շուրթերով անցնում են աղբյուրի կողքով։ Որքան շատ են նրանք սեփական բարի գործերով հարուստները, որ այդ պատճառով չեն կարողանում գալ Քրիստոսի մոտ։ Ես կփրկվեմ, ասում է նման մարդը, ոչ այնպես, ինչպես անառակը կամ զազրախոսը։ Ինչ, երկնքում հայտնվել այն կերպ, ինչպես ծխնելույս մաքրողը։ Միթե փառքին տանող այլ ճանապարհ չկա, քան այն, որով գնաց ավազակը։ Ոչ, այդ ուղին ինձ համար չէ։ Այդպիսի մարդը կմնա առանց կենարար ջրի, իսկ ով ուզում է կենարար ջուրը, թող ձրի վերցնի։